Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, 23 տարի է մենք ապրում ենք անկախ Հայաստանի Հանրապետությունում, դեռ խորհրդային Հայաստանում մենք ընդունեցինք որոշում, որով ճանաչեցինք Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ կատարված ցեղասպանությունը։ Այս շուրջ 23 տարիների մեր բաց թողումն է, որ այսօր ենք այս օրինագիծը քննարկում։ Ինչ-որ չափով մեր ուժերին չհավատալու հետևանք է, որ մենք այսօր ենք քննարկում։ Ես կարծում եմ դեռ 91 թվականին մենք պետք է ունենայինք նման արդեն իսկ դատապարտող օրինագիծ։ Իհարկե լավ է, որ այսօր ենք այս գիտակցության, լավ է, ճիշտ է եւ անհրաժեշտ է եւ հենց մեր ազգային շահերից է բխում դատապարտել Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների եւ այլ ազգերի նկատմամբ կատարված ցեղասպանությունը։ Եվ ես կարծում եմ, որ այստեղ հիշատակվեց նաեւ Լևոն Տեր-Պետրոսյանին մասին խոսեցինք, այո, հենց հրաշական քաղաքականությունն է, որը մինչ այսօր թափանցել է, մինչ այսօր եկել է, եւ հենց այդ քաղաքականության հետևանքն է, որ մենք այսօր էլ չունենք դատապարտող մի օրինագիծ, օրինակ Ղարսի Մոսկվայի պայմանագրի վերաբերյալ։ Այստեղ իմ գործընկերները ասեցին, որ Թուրքիան հավերժ է, մեր հարևանն է։ Թուրքիան հավերժ չէ, ինչպես կազմավորվել է, մի օր էլ այնպես պետք է քանդվի։ Ինչ է, մենք չպետք է դատապարտենք, որ այսօր Թուրքիան մեր տարածքներն է բռնազավթ է։ Կարող է դա իրականությանը չի համապատասխանում։ Իհարկե համապատասխանում է, որքան մենք դրսևորենք անկախ վարքագիծ, որքան դրսևորենք պետականությանը հարիր մոտեցում, այնքան մեր հետ ավելի հաշվի կնստեն։ Որքան դրսևորենք վախվորած մոտեցում, որ ինչ կասեն թուրքերը, որը եղել է 2008 թվականից հետո։ Ես շատ լավ հիշում եմ, 2008 թվականի սեպտեմբեր ամսին նշանակված էր ընդդիմության կողմից մարտի 1-ից հետո առաջի հանրահավաքը, որը երկար դադարից հետո պետք է լիներ։ Պարզվեց, որ յուլի գալու կապակցությամբ այդ հանրահավաքը պետք է դադարեցվեր։ Լևոն Տեր-Պետրոսյանը ողջունում էր Թուրքիայի հետ մերձեցումը, բարեկամությունը։ Տիկին Նաղդալյանը ինձ ասեց բարեկամություն չէ, Տիկին Նաղդալյան, Սերժ Սարգսյանն էր գնացել հյուրընկալելու Տիկին Գյուլի կողմից իր այդ ճաշկերույթին, նրա տոլմաններն էր համտեսում եւ այդ մասին հրապարակվեց։ Մենք ինքներս ենք տեսել այդ բարեկամության մասին։ Ես կարծում եմ, որ մենք պետք է միշտ սթափ լինենք, հասկանանք, գնահատենք, որ եւ ներկայիս Թուրքիան, եւ 100 տարի առաջվա Թուրքիան, դրանք նույն քաղաքականություն վարող պետական միավորումներն են։ Դուք բազմիցս տեսել եք, բազմիցս շփվել եք տարբեր միջազգային հարթակներում, տարբեր տեսակի քաղաքական գործիչների հետ, ովքեր ներկայացնում են Թուրքիայի Հանրապետությունը։ Ոչինչ չի փոխվել, ինչ եղել է 100 տարի առաջ, նա էլ շարունակվում է։ Ուղղակի երևի թե մենք պետք է փոխվենք, հասկանանք, որ մենք վերցնենք մեր ձեռքը երկաթի շերեպ, այլ ոչ թե մասնակցենք նորից այս կամ այն գերտերության հետ ինչ որ չվնասելու համատեքստում։ Այսպես խոսվեց, որ Թուրքիայից այն կողմ մենք այլընտրանք չունենք, հենց դա է պատճառը, որ չենք մտածել այլընտրանքների մասին։ Միշտ սևեռվել ենք, որ դա է միակ մեր այլընտրանքը, բայց մինչդեռ կողքը ունենք հարևան Պարսկաստան, որը երբեք մեզ համար չենք դիտարկել որպես այլընտրանք։ Հասկանալի է եղել են ճնշումներ, հասկանալի է գերտերությունների շահը այս պահին է բանեցվում են, բայց արդյոք մենք դրսևորել ենք մեր անկախ քաղաքականությունը։ Համահայկական հռչակագիրը, այո, ընդունվեց համայն հայության կողմից, թեպետ նրան, որ իմ ցանկությունները լիարժեք նա չի արտահայտում, ես ավելին կցանկանայի, բայց ասեմ ձեզ, այդ համահայկական հռչակագիրը ես ներկայացրել եմ ազգային ժողովին որպես հայտարարության նախագիծ, որպեսզի դա ընդունվի մեր ազգային ժողովի կողմից որպես հայտարարություն, այո, որպեսզի մեր արտաքին դիվանագիտության նաև բաղադրիչը լինի։ Մենք պետականորեն պետք է իմանանք, որն է մեր արտաքին դիվանագիտության ուղերձը,
Եվ դա էլ պահանջենք այլ պետություններից, այլ միջազգային կազմակերպություններում ներկայանալուց։ Մենք միասնական դիվանագիտություն երբեմն չենք կարողանում բանեցնել։ Մեր գործադիր մարմինը, օրենսդիր մարմնի հետ միասնական փաստաթղթի ներքո նույնիսկ չի գործում։ Շատ հաճախ մենք տարբեր ֆորմատներով ուղղակի մենք ինչ գիտենք, որքան կարող ենք, որքան մեր գիտելիքներն են ներում, որքան մեր հնարավորություններն են մեր ընձեռնում, առանձին գործում ենք, բայց ըստ էության այսպիսի մեծ պետական ուժի ներքո, հավաքական ուժի ներքո, ինչպես ասում է Չարենցը, մենք չենք գործում։ Մինչդեռ պետք է գործենք հենց հավաքական ուժի ներքո։ Այո, մեր հենց շահերից է բխում եւ նաեւ մեր պարտականությունն է, որպես ցեղասպանության ապրած ժողովուրդ ճանաչենք հույների, ասորիների եւ այլ ազգի ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում։ Ես ցանկանում եմ եւ ուզում եմ ներողություն հայցել հույներին, ասորիներին, որ լինելով անկախ պետության քաղաքացիներ Հայաստանի Հանրապետության, մենք այսօր ենք, այսքան ուշացումով ենք անդրադառնում եւ հայցում եմ ներողամտություն եզդիների մոտ, որ այսքան ուշացրել ենք, ապագայում նաեւ եզդիների ցեղասպանությունը կընդունենք։